Պուտինը պիտի ինձ օգնի ես փախչը։ Ըստ Ալեն Սիմոնյանի տարածած ձայնագրության։ Ալեն Սիմոնյանի մակարդակը բոլորս տեսնում ենք, իր դաստիարակության մակարդակը եւս տեսնում ենք։ Ես տարեկան մի քանի անգամ դուրս եմ գնում գալիս, եթե փախնելու հարց կա, ես պիտի Պուտինին դիմեմ փախնելու համար։ Ուղղակի ինչ ասեմ, մարդկանց երևի բզիկները կամ հոգեկան խանգարումները սովորաբար համարում որ դա վարակիչ չի, բայց տվյալ դեպքում ոնց որ վիրուսային բան կա, ոնց իրար շփվում են, իրար փոխանցում են։ Ընդհանրապես դա ժամանակին իրենք հրապարակել են, դա արհեստական բանականությամբ ստեղծած նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել ընդհանրապես, եւ իրենք պետք է, եթե չգիտեն, ես ուղղակի կարող եմ ասել, Ռուսաստանի նախագահ բաց կապով երբեք ոչ մեկ հետ չի խոսում, նույնիսկ այն ժամանակ մենք հայտարարել ենք, որ դա արհեստական բանականությամբ ենթադրում եմ ստեղծած խոսակցություն։ Պարոն նախագահ, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի վարչապետ երաշխավորել է այդ խոսակցության իրական լինելը։ Այսօր Գիտեմ, ինքը եւ խոսխանձող է, եւ ամեն ինչի փորձագետ է, եւ մսով ճաշ էփող է, եւ ամեն ինչ է ինքը։ Եթե նաեւ ինքը դրա փորձագետն է, ինչ ասեմ։ Ես կրկնեմ, ազատությունը այստեղ չէր, ուղղակի Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում։ Բաց կապով դուք երբևէ խնդրել եք աջակցություն Վլադիմիր Պուտինից, որ ձեզ օգնի։ Ինչի համար աջակցություն։ Մի հատ կարող եք բացատրել ինչի համար աջակցություն։ Մի հատ ասեք ես էլ հասկանամ ինչի մասին է խոսքը։ Աջակցի ձեզ, որ ընտրեն շատ եւ Որ ինչ դառնաք հաջորդ ղեկավար, ինչ որ կերպ աջակցի, որ դուք դառնաք հաջորդ նախագահ։ Օրինակ, կամ ինչով կարող է աջակցել։ Ես չգիտեմ, դուք ասեք ինչով կարող աջակցել։ Դուք չգիտեք։ Իսկ եք համարում թե ես պիտի իմանամ, որովհետեւ դուք ինձանից ուզում եք, որ ես աբսուրդային ինչ որ իրավիճակներ բարձաբանեմ,